Վերջերս Մարիի հետ խանութում էինք եւ խնդիր ունեինք ընտրելու արագ նախաճաշերի մի քանի տարբերակներ։ Մար, օրինակ երկար ժամանակի միասին աշխատում ենք։ Արագ նախաճաշի ինչ տարբերակ կընտրես։ Մտածելու տեղ չունեմ նույնիսկ հունական յոգուրտ առաջին տեղում այն համար ընդամենը 5 րոպե պատրաստ է մեջը լցնում եմ ջիայի սերմեր վրան դնում եմ հատապտուղներ եւ բանան առավոտյան ինչ չես թվում կարելի է նուշ եմ թրջում կտրատում վրան դնում եւ վերջ իսկ եթե չունեմ հունական յոգուրտ վերցնում եմ կատնաշոր ու լրիվ նույն պատմությունը ուղղակի ոնց որ դու ինձ ասել ես ջիայի սերմերը պետք է նախապես թրջել նոր ավելացնել կատնաշորը իդեալական տարբերակ Ինչպես նաեւ ընտրել այնպիսի մթերքներ, որոնք ապահովում են սննդակարգի բալանսը երկարաժամկետ process-ում։ Ես գիտեմ, որ ամենաշատ հագեցվածությունը մեզ տալիս է սպիտակուցը։ Ասես 3 product, որոնց մեջ սպիտակուցները ամենաշատն են։ Առաջինը ընտրում ենք հավի կրծքամիսը, որովհետև ամենաշատ սպիտակուցներ պարունակում է հենց հավի կրծքամիսը։ Երկրորդ տեղում բնականաբար տավարի միսն է, իր սպիտակուցների pašարով։ Եվ հաջորդը կարող եմ խորհուրդ տալ թունա, ինչը որ դու փնտրում ես ու այստեղ սեփական հյութի մեջ տարբերակը խորհուրդ տամ ավելի ցածր կալորիականությամբ, չնայած որ նաև համեղ է ձիթայուղով տեսակը։ Եթե սիրտս քաղցր է ուզում, ինչ կարող եմ ինձ թույլ տալ։ Առաջինը խորհուրդ կտամ այս սեզոնին ընտրել օրինակ ազնվամորին, մոշը, հապալասը եւ ելակը։ Հաջորդ համովությունը կարող եմ խորհուրդ տալ օրինակ լոռամիրգը, խնձորի չիփսը եւ սեսալորի չիրը։ Այնուամենայնիվ, եթե սիրտս քաղցր է ուզում, ինչ կարող եմ ինձ թույլ տամ։ Կարող ես թույլ տալ ճիշտ շոկոլադ, հիմա կընտրենք որ 99%-անոց շոկոլադ, որտեղ բաղադրությունը երբ որ նայում ենք, շաքարավազը ամենավերջում է, այսինքն կարելի է երբեմն թույլ տալ։ Նպատակներ կատարել գիտակցված գնումներ, ընտրությունը կատարելով իսկապես առողջ սննդամթերքների միջև։